ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Այսօր նորից միասին ենք իմ խոհանոցում ու պատրաստելու ենք մի շատ համեղ, արագ պատրաստվող, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ խմորեղեն, որը բաղկացած է ընդամենը շերտավոր խմորից, մեզ հարկավոր է շագանակագույն շաքարավազ, դարչին և բանան։ Այսքանն է մեզ հարկավոր։ Ուրեմն ամենասկզբի համար դարչինը և շագանակագույն շաքարավազը խառնում ենք իրար։ Շատ քիչ է հարկավոր, 50 գրամ բավական է և 1 թեյ գթալ դարչին ընդամենը։ Հիմա շերտավոր խմորը բաժակով կամ ինչ-որ հարմար կտրիչով կտրում ենք, կլոր ենք կտրելու։ Շրջանակների ենք բաժանելու։ Բաժանեցի ես շրջանակների, հիմա տեսեք ինչ ենք անում, մի փոքրիկ այսպես ալյուր ենք անում բաժակը և տեսեք այսպես հավասար շարում ենք շրջանակները։ Այսպիսի տեսք ունի, շարունակում ենք, բարեկամներ, եզրերի խմորները նույնպես օգտագործում ենք, մի փոքր կրտնակում ենք ու նորից նույն ձևի կտրտելու ենք։ Աշխատում ենք բացել նույն հաստությամբ։ Այս խմորը նորից բացելու ենք։ Բարեկամներ, հիմա այսպես բաժակը դնում ենք թավայի մեջ։ Այսպես մի փոքր իրարից հեռու ենք անելու, որովհետև գիտենք շերտավոր խմորը մեծանալու է։ Շարունակում ենք և վերջինը
շարունակում ենք, մի փոքր բացում ենք և տեղավորում ենք բանանը և կտրում ենք։ Այսպես։ Զգուշությամբ ենք անում, որպեսզի խմորը չկտրենք։ Շատ զգուշությամբ այս խառնուրդը դարչինի և շագանակագույն շաքարավազի այսպես կարծես փակում են բանանի երեսը, այսպես։ Եվ արդեն ձու ենք քսելու։ Բարեկամներ, ամենասկզբից ես արդեն միացրել եմ ջեռոցը, 180 աստիճանի տակ ենք թխելու, լավ տաք ջեռոցում, վերև ներքև ռեժիմով, սա շերտավոր խմոր է, արդեն գիտեք, մոտավորապես 20-25 րոպե թխվում է։ Եվ զգուշությամբ ձու ենք քսում։ Շատ գեղեցիկ խմորեր ենք ստանում, ընդամենը շերտավոր խմորով, բանանով և դարչինով շագանակագույն շաքարավազի հետ խառնած։ Բարեկամներս, ավարտել ենք արդեն ու ստացել ենք այսպիսի գեղեցիկ խմորեղեն, շերտավոր խմորով, բանանով, արդեն տեսակ, որքան արագ և հեշտ է պատրաստվում։ Այսպես, հիմա մի փոքր շաքարի փոշի կանենք ու կավարտենք։ Շաքարի փոշի արեցի ես մի փոքր, ովքեր շատ ուզում են, որ լավ քաղցր լինի, մի փոքր շատ արեք շաքարի փոշին, այսպիսի գեղեցկություն ենք ստացել։ Իմ սիրելի բարեկամներ, մոտիկից կնկարեմ, անպայման կտեսնեք։ Սա էլ այսօրվա մեր խմորեղենը, իհարկե դեռ մի 4-5 հատ թխվում է, ես արագ ցուցադրեցի, որ ավարտենք մեր այսօրվա տեսանյութը։ Շնորհակալ եմ սիրելիներս բոլորիցդ, շատ շնորհակալ եմ արագ արձագանքելու, շատ արագ դիտելու, շատ գեղեցիկ բառեր գրելու համար, ուղղակի հիացած եմ ձեզանով, սիրելիներս, սիրում են բոլորիդ։ Սիրելի բարեկամներ, կուզեի, որ մի փոքր զրուցեինք, քանի որ շատ վաղուց ինձ հարցնում են, շատերն են ինձ հարցնում, ինչն է պատճառը, որ աչքերս վերահատել եմ, ասեմ, որ հիմա շատ լավ եմ, արդեն բավականին ժամանակ է անցել, վերջին աչքս այս ամսի 3-ին ենք վերահատել և ես ինձ շատ լավ եմ զգում, ամեն ինչ շատ լավ է, երեկ մենք բժշկի մոտ ենք եղել, առաջին հանդիպումներ բժշկի հետ վիրահատությունից հետո, ասեց, որ շատ ամեն ինչ լավ է, բորբոքում չկա, ամեն ինչ ճիշտ է կարել, դեղերը ճիշտ է կաթեցրել, այնպես որ շնորհակալ եմ ձեր անհանգստության համար, ձեր բարեմաղթանքների համար ու ասեմ, որ պետք էր ինձ այդ վիրահատությունը, ուրեմն ինձ գրել է Աիդա, մի րոպե բացեմ, Աիդա Դավթյանը, գրել է ինձ, սիրելի տիկին Մարինա ջան, առողջ եղեք, եթե դեն չեք լինի, մանրամասն պատմեք աչքի վիրահատման մասին։
Իհարկե դեմ չեմ, Այդա ջան, սիրով կպատմեմ, որովհետև ոչ մի գաղտնիք չկա եւ ոչ մի մեծ խնդիր չկա աչքերիս հետ կապված, իհարկե խնդիր է դա, բայց բոլորս էլ գիտենք, որ տարիքային է այս հիվանդությունը, որը կոչվում է կատարակտ։ Ինձ մոտ շատ վաղուց էր կատարակտը, մոտ այս տարի 3-րդ տարին է արդեն, որ ինձ բժիշկը ասել է, որ պիտի վիրահատվեմ, բայց բոլորդ էլ գիտեք, իմ ընտանիքում այն իրավիճակը չէր, որ ես գնայի վիրահատման։ Դա էր պատճառը, որ ես հետաձգեցի, քանի որ ստացել էի բոլոր վիրահատման օրերը, հանդիպման օրերը արդեն նշանակված էր, բայց ես ուղղակի չէի կարող գնալ ու մենք հետաձգեցինք, այսպես ասած, խնդրեցինք, որ հետաձգեն վիրահատությունը, քանի որ մենք լուրջ խնդիր ունենք մեր ընտանիքում, դա էր պատճառը, որ հետաձգել եմ, իհարկե ովքեր ունեն կատարակտ, խնդրում եմ մի հետաձգեք, լավ չէ հետաձգելը, քանի որ կատարակտը մանավանդ իմ տարիքի եւ ավել մարդկանց մոտ տանում է կուրության։ Բժիշկը արդեն բացատրել է, ես գիտեմ, բայց դե հնարավորության դեպքում մարդիկ նայում են իրենց հնարավորություններին, ավելի ճիշտ ժամանակ ունենալուն, հնարավորությունը դուք գիտեք, որ Եվրոպայում ապրողները բոլորն էլ գիտեն, որ ապահովագրություն ունենք մենք, իսկ մեր ապահովագրությունը ամբողջովին վճարում է վիրահատությունը եւ ուզում եմ ասել, որ խնդիր չէր գումարը, այլ որ մենք մեր ընտանիքում մեծ պատճառ ունեինք, որ ես չէի կարող գնալ այդ ժամանակ անցած սեպտեմբերին դեռ ես պիտի վիրահատվեի, բայց ուղղակի չգնացինք։ Այդքան բարդ ու ծանր վիրահատություն չէ, սիրելի Այդա ջան, ուղղակի պարտադիր է անել, որպեսզի կուրության չտանի, որովհետև ազնվորեն ասած, ես արդեն լավ չէի տեսնում։ Ինձ թվում էր անընդհատ այսպես մառախուղ է իմ աչքերի առաջ, դա էր հիմնական պատճառը եւ իհարկե աչքերս շատ շշուտ չորանում էր, որի համար ես կաթիլներ էի կաթեցնում, բժիշկը գրել էր, բայց ինչ ուզում ենք անենք, կաթիլներ կաթեցնենք, բուժումներ անենք, դա չի օգնի, կատարակտի միակ բուժումը վիրահատությունն է, սիրելիներս։ Այդա ջան, ասեմ, որ վիրահատությունը շատ արագ է տևում, մոտավորապես 20 րոպե է տևում վիրահատությունը, եթե իհարկե շատ չեք հետաձգել։ Վիրահատությունը կարճ է տևում, տեղային անզգայացում են անում, ես ամբողջովին բոլորովին զգացել եմ ինչ է կատարվում, բայց առանց ցավի, չի ցավել, ես ոչ մի ցավ չեմ զգացել, ուղղակի այսպես մի տեսակ սպասողական անհարմար վիճակ է ավելի շատ, քան ցավոտ։ Նախավիրահատության ընթացքն է երկար տևում, կարդիոգրամ, սիրտն են ստուգում, արյունն են վերցնում, չնայած որ անպայման արյան անալիզով եմ գնացել ես, քանի որ պահանջել էին, երկար է տևում այդ նախավիրահատական եւ արդեն հետվիրահատական պրոցեսը, կարծեմ ռեանիմացիա է կոչվում։ Բերում են այդտեղ, այդ սենյակը, որտեղ բոլորն էլ աչքը վիրահատած մարդիկ են, 5-6 հոգի պառկած ու 5-6 քույրեր, բոլորը ամեն մեկը մեկ հիվանդին հետևում են, ճնշումը կարգավորվում է, որ վիրահատության ընթացքում չափազանց ընկնում է, բոլորի մոտ է ընկնում, ճնշումը կարգավորում են, հետևում են ջերմություն չլինի, մի խոսքով հետ վիրահատական այդ բոլոր պրոցեսներն է կատարվում ու կերակրում են ամենավերջում, քանի որ մեծ չի կարելի ուտել, առաջի օրվա ժամը 6-ից հետո ոչինչ չի կարելի ուտել, այսինքն երեկոյան,
Մինչև առավոտ մենք 8:30 եղել ենք արդեն հիվանդանոցում, ես ոչինչ չեմ կերել, ոչինչ չեմ խմել, չի կարելի նույնիսկ դեղ խմել, որպեսզի, գիտեք, սրտխառնոց չառաջանա։ Այսպես, ուրեմն մենք գնացել ենք 8:30 արդեն ինձ ներս են տարել, 12:30 մենք արդեն տուն ենք եկել։ Ես ինձ շատ լավ էի զգում, ոչ մի խնդիր չի առաջացել, ոչ մի բարդություն չի եղել ու մեզ տուն են ուղարկել։ Ուրեմն առաջի 5 օրը գիշերը այսպիսի մի ակնոցի նման փոքրիկ ինչ-որ բան են տալիս, պլաստիկ, գիշերը անպայման պիտի կպցնենք, որովհետև չի կարելի ձեռք տալ, քնած ժամանակ մարդը կարող է ձեռք տալ, տրորել, ինչ-որ աչքի մի տեսակ անհարմար վիճակ է, կարծես աչքիդ մեջ անընդհատ մի բան լինի ու ուզում ես, որ անպայման ձեռք տաս, բայց այդ ապակին, այդ պլաստիկ ակնոցի նման, կարծես մեկ ակնոցի ապակի լինի, կպցնում ենք և բացարձակ եղել է, որ գիշերը փորձել եմ ձեռք տալ, բայց խանգարում է դա, իհարկե 5 օր գիշերը դա եմ կպցրել, 3 տեսակի դեղ պիտի գցենք, մեկը 5 օր, երկրորդը 15 օր, երրորդը 30 օր, օրը 4 անգամ պիտի այդ դեղերը գցենք։ Սա է սիրելիներս այդ վիրահատության պատմությունը, բարդ վիրահատություն չէ, խորհուրդ կտամ ովքեր ունեն, բժիշկը արդեն ասել է, որ ունեք կատարակ, մի հետաձգեք, անպայման գնացեք, մանավանդ, որ հիմա Հայաստանում արդեն առողջապահության այդ ոլորտը լավ է աշխատում, վճարումներ անել պետք չէ, ինչի համար ես անչափ ուրախ եմ, որ մեկ քայլ դեպի առողջապահություն առաջ է գնում մեր պետությունը, դա շատ կարևոր է, մանավանդ թոշակառուների համար, գիտեք, որ Հայաստանում թոշակները շատ ցածր են ու մարդիկ հիմնականում չեն գնում կարևոր վիրահատությունների հենց գումարի պատճառով։ Այսքանը, սիրելիներս, այսքանը միայն աչքի վիրահատության մասին, Այդա ջան, ինձ թվում է, ես պատասխանեցի քեզ ուզող բոլոր հարցերին, հիմա անցնենք, սիրելիներ, շուտվանից շատ վաղուց ես չեմ կարդացել ձեր իմ ալիքի ակտիվ հետևորդների անունները, փորձեմ այսօր կարդալ, առանց հատիկ-հատիկ նշելու, որքան դիտում է եղել և որքան հավանության նշաններ են եղել, ուղղակի անունները կարդամ, որովհետև ես ունեմ հետևորդներ, որոնց հետ անձնական կապ ունեմ ու ինձ գրում են, որ տիկին Մարինե, ինչու չեք կարդում ակտիվ հետևորդների անունները, իհարկե ինձ հարցրել է իմ շատ սիրելի հետևորդ, բարեկամ Կարինե Սարգսյանը, Կարինե ջան, շատ սիրով կկարդամ, ուղղակի ինձ միշտ թվում է, որ ձեզ համար ձանձրալի է, բայց եթե դուք գտնում եք, որ ձանձրալի չէ, պետք է, ինձ համար բարդ չէ ձեր բոլորի հաճելի անունները կարդալ։ Այսպես, հիմա այս շաբաթվա իմ ակտիվ հետևորդների անուններն եմ կարդում, ամեն երկուշաբթի YouTube-ը ուղարկում է ինձ ակտիվ հետևորդների անունները։ Հիմա բացեմ։ Այսպես, ուրեմն այս շաբաթ, երկուշաբթի օրը ինձ ուղարկել է YouTube-ը հետևյալ ակտիվ հետևորդների անունները։ Արուս Վալեսյան, Ֆամիլիա Վիդեո Ամերիկա, Աննան է մեր, ինձ թվում է Արուս Վալեսյանին բոլորդ եք ճանաչում, որովհետև իմ շատ ակտիվ հետևորդն է, մենք անձնական կապ ունենք Արուսի հետ, Պարքևը ազգանունը կարդամ, որպեսզի այստեղ ազգանունը գրված չէ, ուղղակի Պարքև Քինգ է գրված, սա Արմինեն է, ես գիտեմ, որ Պարքևը Արմինեի տղան է։ Այստեղ գրված է անուն ազգանուն,
YouTube-ի էջի անուն ազգանուն է, բայց ես գիտեմ, որ այս հետևորդի իսկական անունը Ժաննա է, որովհետև մեկ անգամ Ժաննան ինձ գրել էր, որ ես Ժաննան եմ։ Ուրեմն Պարքև King, անուն ազգանուն Ժենյա Գևորգյան։ Ժենյա Գևորգյանը ինձ հետևում է անցած տարվանից, Ժենյան ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, շատ ակտիվ է, բոլորդ էլ շատ ակտիվ եք, շնորհակալություն բոլորիցդ։ Անցնենք հաջորդ անցած շաբաթվա իմ հետևորդներին։ Ուրեմն անցած շաբաթ իմ ամենաակտիվ հետևորդներն են եղել Կարինե Սարգսյանը, Գայանե Ավագյանը, Հեղինեին գիտեք, ես մեկ անգամ Հեղինեի էջը ներկայացրել եմ, Հեղինեն ապրում է Ֆրանսիայի Վիշի քաղաքում, շատ հաճելի, շատ բարեհամբույր կին է Հեղինեն, խորհուրդ կտամ բոլորիդ միանալ Հեղինեի էջին, ինչի համար ես անչափ շնորհակալ կլինեմ, Աֆրոդիտա Անտոնյան, Աֆրոդիտան էլ շատ ակտիվ հետևորդ է, շատ բարի, այսպես շատ լավ անձնավորություն ես դու Աֆրոդիտա ջան, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, Ռուզաննա Միքայելյան, Մարուս Հարությունյան, Զվարթ Խաչատրյան։ Դրանից առաջվա շաբաթի ասեցի, որ 5 շաբաթվա YouTube-ի ուղարկած անունները կկարդամ, 5 շաբաթից հետո ջնջվում է արդեն։ Ուրեմն Զվարթ Խաչատրյանի անունը կարդացի, Գայանե Անթանեսյան, Դոնարա Պետրոսյան, եթե չեմ սխալվում, Դոնարա P է գրված, ինձ թվում է Դոնարան Պետրոսյան է, չգիտեմ ինչու այդպես է ինձ թվում, Ռուլետա Ասատուրովա, Գուլյա Ամազյան և Գյուլվարդ Գրիգորյան։ Դրանից առաջվա շաբաթի անուններն են Անահիտ Ղուկասյան, Արև Հակոբյան, Անուշ Հովսեփյան, Ալլա Դանիելյան, Անահիտ Գասպարյան։ Եվ ամենավերջին շաբաթի, իհարկե կթերթեմ ու տեսնեմ վերջին է, թե ջնջվել է, Անահիտ Գասպարյանից հետո Մարան շատ վաղուց է ինձ հետևում, որի համար անչափ շնորհակալ եմ, Անահիտ S, Անահիտ S ազգանունը գրված չէ, Նարինեն բոլորդ էլ գիտեք, դաշնակարոյի է, ինձ թվում է բոլորդ էլ հետևում եք Նարինեին, Անահիտ նորից, Կարեն Սարգսյան, Անահիտ, ես որ հենց նոր կարդացի Անահիտ, գրվում է AA, արդեն Անահիտ ջան, դու հասկանաս, որ դա քո անունն եմ կարդում, Կարեն Սարգսյան, նույնպես երևի իմ հետևորդի որդու անունն է, որովհետև շատ ակտիվ է Կարեն Սարգսյանը, տիկին իմ սիրելի բաժանորդ, եթե դուք մեկ անգամ գոնե գրեք ձեր անունը, ես արդեն անունով կդիմեմ ձեզ։ Արաքս Նազարյան, Անահիտ Գրիգորյան, Կարինա։ Այո, նորից մեկ շաբաթվա կա ինձ մոտ, դեռ չի ջնջել, YouTube-ը, ուրեմն MM, Մարինե, Աիդա Դավթյան, շնորհակալ եմ բոլորիցդ, Աիդա ջան, շատ շնորհակալ եմ, Մարինե ջան, ձեզ նույնպես, Նանո Վարդան, Մարի Ավագյան, Նելի Քարամյան, Մարինե Գևորգյան, Մհերիկ։ Այսքանը, ներողություն և Լալա Համբարձումյան։ Մնացածը արդեն ջնջված է, որովհետև մոտավորապես 2-3 ամիս ես չեմ կարդացել ձեր անունները, ավելի շատ ինձ թվում է, այսքանն է, սիրելիներս, բոլոր ակտիվ հետևորդներին, ում անունը կարդացի, խորապես շնորհակալ եմ, սրտանց շնորհակալ եմ ձեր ակտիվության, ձեր մասնակցության, որ մասնակցում եք իմ ալիքի զարգացմանը, իհարկե գիտեք, որ դիտելը, հավանության նշան դնելը և մեկնաբանություն գրելը
էջը ալիքը տվյալ YouTube-ի աշխատողի առաջ են տանում, իհարկե ես անհարմար եմ զգում ամեն անգամ նշել դա, մի տեսակ այդքան գեղեցիկ չի, իմ կարծիքով իհարկե, բայց միևնույն է ես շատ շնորհակալ եմ, բոլորիցդ անսահման շնորհակալ եմ իմ էջին միացող նոր հետևորդներին և իհարկե իմ էջի շատ վաղուց սկսված օրվանից հետևող իմ բոլոր հետևորդներին, որոնք արդեն ինձ բարեկամներ են դարձել, շատ շնորհակալ եմ, այսքանը սիրելիներս ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։ Is this thing on? I can't tell, 'cause you never replied. Are they home gone? Am I late? Did I miss the invite? Maybe it's me, I can't tell, 'cause I ran out of time. Is this thing on? I can't tell, 'cause you never replied. Where did you go? Was that you that just drove past the house? And is it me that they're laughing at when I step out? Maybe I'm paranoid, feels like I let everyone down. Feels like everybody's thinking I'm a nobody now.